Ողջույն բարեկամներ, Սիմոնյան Post YouTube-յան ալիքի եթերում կրկին հարցազրույց է, զրուցում եմ իրավաբանական գիտությունների թեկնածու դոցենտ Գևորգ Պետրոսյանի հետ, ողջունում եմ ձեզ պարոն Պետրոսյան։ Բարև ձեզ։ Պարոն Պետրոսյան, Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ կառավարության վերջում այդ ավանդույթ դարձած ճեպազրույցի ժամանակ ասաց, որ մեր անկախության հռչակագիրը կոնֆլիկտատին է, այսինքն կոնֆլիկտի հռչակագիր է։ Ես նոր Եվ բախվածության։ Այո, ես նոր կարդում էի անկախության հռչակագիրը, այնտեղ 12 կետերից որևէ մեկում ես չտեսա Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջ։ Ձեզ համար հասկանալի է ինչ նկատի ունի կոնֆլիկտ ասելով։ Տեսեք, մենք պետք է գնահատենք, թե ինչ իրավունք ուներ նա, եթե այդ կարծիքին էր հայտնվել վարչապետի պաշտոնում։ Եթե կոնֆլիկտային հռչակագիր կնքած պետության վարչապետ է, եթե կախվածության, բա դու ինչի ես գնացել այդ կախվածության հռչակագրի պայմաններում ընտրվել վարչապետ։ Գիտեք, ես նորից եմ ասում, ինքը ամեն ինչ անում է, որ մենք գանք այն վերջնական համոզմանը, որ ինքը ոչ թե ինչ որ հայանպաստ, Հայաստանանպաստ, սփյուռքահայան նպաստ գործունեություն է իրականացնում, ինքը ամեն ինչ անում է մի բանի համար, որ հաջողանա թուրքերին եւ ադրբեջանցիներին, որոնց ես նույնացնում եմ իրար հետ, որպեսզի մնա իր պաշտոնին։ Սա է ամբողջ խնդիրը։ Որովհետեւ հարգելի պարոն Սիմոնյան, ոչ մի տրամաբանություն չկա իր ասացի մեջ։ Հիմա էլ նոր ապուշություն է հեղինակել, որ Ադրբեջանի կազմում է Արցախը եղել միշտ։ Այդ աղա, բա որ Արցախը Ադրբեջանի կազմում է եղել։ Բախեիր գնում Արցախի հրապարակում հայտարարում էի, որ Արցախը Հայաստանը եւ վերջ։ Ես երբ որ ազգային ժողովի падգամավոր էինք իրար հետ միասին այդ ազնվորության հետ, մենք գնացինք Արցախ։ Այդ որ տրճիկ էիր տալի պարելով, բայց չէիր մտածում, որ դու ադրբեջանցու հողում ես, եթե դա այդպես է։ Լավ ամոթ հասկանում եք, ամեն ինչը չափ ու սահման ունի։ Պարզա բոլորիս համար էլ հարգելի պարոն Սիմոնյան, պարզա որ ինքը պարզապես ամեն ինչ անում է մի բանի համար, պաշտոնը պահել։ Նա բացարձակապես չի գործում Հայաստանի Հանրապետության շահերից։ Ոչ ինքը, ոչ երկրի նախագահ կոչեցյալը, ոչ մեկն էլ չեն գործում Հայաստանի շահերից։ Իրան պարզապես նախագահ հաջողանում է այս սրան, այս Նիկոլին։ Նիկոլն իր այդ քաղաքականությամբ ուզում է պահի իր իշխանությունը։ Ստե ուրիշ մեկնաբանություն չկա։ Նորից եմ ասում, եթե դու այն կարծիքին էիր, այ տղա, այ անլուրջ, որ Հայաստանի կազմում չի Արցախը, այլ Արցախը Ադրբեջանում է, բա դու ինչ գործ ունեիր այնտեղ խմած տրճիկ էիր տալիս ռեստորանում պարելով Արցախում։ Էդի ես եմ տեսել, դա ոչ թե պատմում են ինձ։ Իմ աչքի տեսածն եմ ասում։ Նույն սեղանին ենք նստած եղել։ Թե ոնց էր տրճիկ տալիս Արցախում։ Եվ հիմա անամոթաբար կանգնում հայտարարում է, որ Արցախը Ադրբեջանն է։ Պարոն Պետրոսյան, դուք իրավաբան եք, ես էլ եմ երկրորդ մասնագիտությամբ իրավաբան, ես այսպես դուք իհարկե ավելի փորձառու եք եւ ավելի լավ կասեք։ Եթե նա ընդունում է, որ Արցախը եղել է Ադրբեջանի կազմում եւ ինքը գնացել է Արցախ, արդյոք ինքը չի ընդունում, որ ապօրինի հատել է Ադրբեջանի սահմանը եւ իհարկե միանշանակ։ Հետո տեսեք, պարոն Սիմոնյան, այնտեղ որ խոսվում է, որ սահմանադրություն է մշակվել, բան, իհարկե ոչ մեկս հələ դեռ չենք տեսել, թե դա ինչ տեքստ է։ Դրա համար ես օրինակ մերկապարոնոց հայտարարությունների սիրահար չեմ։ Ես սիրում եմ տեքստը կարդալ, նոր գնահատական հնչեցնել, որ հիմնավոր լինի։ Բայց տեսեք, ինչն է զավեշտալի։ Ինքը ասում է, որ անկախության հռչակագրի մասը պետք է հանենք սահմանադրությունից։ Իհարկե ասեմ, պարոն Սիմոնյան, հարցը թե սահմանադրությունը կընդունվի թե ոչ, բայց ենթադրենք ընդունվելու դեպքում էլ հիմա ես զուտ իրավական գնահատական եմ հնչեցնում։ Անկախության հռչակագիրը չի կորցնում իր ուժը, որովհետև ոչ Հայաստանի սահմանադրությամբ, ոչ ընտրական օրենսգիր սահմանադրական օրենքով, ոչ ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքով չկա նման
արտահայտություն, որ Հայաստանի ազգային ժողովը հանդիսանում է գերագույն ՀԽՍՀ գերագույն խորհրդի իրավահաջորդը։ Իսկ նորմատիվ իրավական ակտերի մասին մենք օրենք ունենք 2018 թվականին, որի 37-րդ հոդվածը սահմանում է, որ իրավական ակտը կարող է ուժը կորցրած ճանաչվել կամ այն ընդունող մարմնի կամ նրա իրավահաջորդի մասին։ Մենք այսօր թող մի իրավաբան բերի մտցնի իմ աշկը, որ մենք ունենք այնպիսի նորմ, որի համաձայն Հայաստանի ազգային ժողովը հանդիսանում է գերագույն խորհրդի իրավահաջորդը։ Չկա այդպիսի իրավանորմ։ Հետևաբար անկախության հռչակագիրը, որը մեր երկրի գոյության, մեր ժողովրդի գոյության հիմքն է, դա ենթակա չի վերացման։ Դա, ինչպես ասում են, այժմ եւ միշտ Հավիտյանս Հավիտենից փաստաթուղթ է։ Անկամ եթե Նիկոլ Փաշինը այդ ապիկար երկոտանին հասնի նրան, որ կարողանա բռնաճնշումների, կեղծիքների, չգիտեմ ինչի միջոցով հասնել սահմանադրության, նոր սահմանադրության ընդունմանը, միևնույն անկախության հռչակագիրը մնում է աներեր։ Դա ենթակա չի փոփոխության։ Պարոն Պետրոսյան, երբ որ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ մեր անկախության հռչակագիրն ու դրանից բխող նաև սահմանադրությունը, հա, որտեղ սահմանադրությունում հղում է կատարում անկախության հռչակագրին, կոնֆլիկտածին են, պատերազմ հրահրող են։ Հիմա եթե մեր ժողովուրդը այդ նոր սահմանադրությունը մերժում է հանրաքվեով եւ չի ընտրում, նշանակում է, որ ժողովուրդը ընտրում է պատերազմը։ Տեսեք, սրա ինքը իշխանության եկավ այդ երկոտանին հակակոռուպցիոն ծրագրով, բայց այսօր տեսնում եք Արարատում բժշկական կենտրոնի տնօրենը կազիներում տարվում է աշխատողների աշխատավարձերը։ Որ մի բան ասես, հարյուրավոր դրսևորումներ կան կոռուպցիայի։ Այսինքն ինքը այդ գաղափարը արդեն թողել է, հիմա ինքը ընտրել է մի հատ ուրիշ խաղակարգ, խաղաղությունն է, բայց հարգելի պարոն Սիմոնյան, բազմաթիվ առիթներով ես ասել եմ եւ ելի ավելորդ չեմ համարում կրկնել։ Չկա խաղաղություն, կա ժամանակավոր հրադադար, որովհետեւ խաղաղության դեպքում խաղաղություն կնքածների մեջ իրանց երեխեքը պետք է մյուսի մոտ գերի չլնեն։ Հասկանում եք, իմ համար սա է ամենակարևոր բանը։ Եթե ես ձեզ ասում եմ, որ դուք իմ եղբայրն եք, դուք իմ հարազատն եք, բա իմ երեխեն ձեր մոտ ինչ գործ ունի գերիլի կամ ձեր երեխեն իմ մոտ, ուրեմն իրականում չկա խաղաղություն։ Ոչ էլ պայմանագիր կա դրա մասին։ Հələ որ առայժմ ինչ-որ խաղարկում են, համաձայնագիր, պայմանագրի նախաստորագրում, չկա խաղաղություն։ Ես նորից եմ ասում, չգիտեմ ով կընդունի իմ ասածը թե ոչ, բայց եթե գետ մեկ ռազմագերի մենք ունենք Բաքվում, ուրեմն Հայաստանն ու Ադրբեջանը չեն կարող արձանագրել խաղաղություն։ Սա է։ Նիկոլ Փաշինյանը Փաշինյանը այդ ամեն ինչը անում է, նորից եմ ասում, հարգելի պարոն Սիմոնյան, ինքը այդ ամեն ինչը անում է իր պաշտոնը պահելու համար։ Ինքը հաճոյանում է Թուրքիային եւ Ադրբեջանին։ Այս է ամբողջ խնդիրը։ Բայց նա որևէ հարց չի լուծել այս երկրի համար։ Ես էլի առիթներ ունեցել եմ ասելու, դե ինչ անեմ, ես իրավաբան եմ, իրավաբանորեն եմ վերլուծում։ Ես շարքային բամբասանքով չեմ զբաղվում։ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության առաջին հոդվածի համաձայն Հայաստանը սոցիալական, ժողովրդավարական, ինքնիշխան եւ իրավական պետություն է։ Հիմա դուք որպես գրագետ մարդ, իրազեկ մարդ, ես ձեզ եմ հիմա հարց տալի, դերափոխություն անենք, էլի։ Դուք որևէ ոլորտում, որևէ առաջընթաց նկատել եք վերջին 5 տարիների ընթացքում։ Այսինքն սոցիալական ապահովության, ժողովրդավարության, ինքնիշխանության եւ իրավական պետության։ Հաթաթ ասեմ, եթե ժամանակը այո, ունենք ժամանակ։ Սոցիալական ապահովության ոլորտում բացարձակ հետընթաց է, ապրանքների գները բարձրանում են, մարդկանց եկամուտները չեն ավելանում։ Ուրեմն ժողովրդավարության ոլորտում բացարձակ հետընթաց է, որովհետև ով որ ժողովրդի կամքով ընտրվում է, ասենք համայնքի ղեկավար, անմիջապես հաջորդ օրը մի հատ գործ են կարում վրան, տանում են բանտարկում են։ Ինքնիշխանության մասին խոսք չկա, դրա առապացույցը ոչ միայն Արցախի հանձնումն էր, այլև Հայաստանի տարբեր գյուղերի հանձնումը, հոժարական, Տավուշի մարզում,
գիտեք, սև լիճը եւ վերջին իրավականի մասին խոսք չկա։ Այսօր ցանկացած մեկը ով որ ինչ որ լուրջ իրավաբանական դատողությունների անում գնահատականներ է տալիս, անմիջապես սկսում են քրեական հետապնդում նրա նկատմամբ։ Այսինքն Սահմանադրության առաջին հոդվածը, որ մեր երկրի այսպես ասած խտացված հաշվապահությունն է, ոչ մի 4 կետը չի կատարվում։ Ես ասել եմ մի անգամ, ելի եմ ասում, ես հիմա մտադիր եմ հայց ներկայացնել դատարան, հանրապետության նախագահին եւ Նիկոլ Փաշինին պաշտոնից հրաժարվելուն պարտավորեցնելու պահանջով, որովհետեւ դրանք ոչ մեկ չի տիրապետում իր զբաղեցրած կարգավիճակին։ Իսկ հարգելի պարոն Սիմոնյան, սա է համակարգային կոռուպցիան։ Երբ որ այսօր ոչինչ չանող նախարարը, որը լրիվ ուրիշ ոլորտի նախարար, օրինակին ես դրան միստր ուժս եմ ասում, են Արսեն Թորոսյանի, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը, ես վստահ եմ, որ նա չի կարծացել իր ղեկավարած նախարարության կանոնադրությունը։ Հերում խոսում է սահմանների անվտանգությունից, այլ դու ինչ կապ ունես դրա հետ, այդ աղա։ Դու գործ ունես, դու մարդկանց զբաղվածության ապահովման խնդիր ունես, թոշակառուների 10,000 դրամ ավելացրել են թոշակը։ Այնքան անգրագետ են, չեն կարդացել Սահմանադրության 84-րդ հոդվածը, համաձայն որի ասում է, որ յուրաքանչյուր տարեց եւ կարիքավոր մարդ պետք է ունի արժանապատիվ կյանքի իրավունք։ Եվ նույն հոդվածում նշված է, որ նվազագույն աշխատավարձը պետության սահմանվում է օրենքով։ Այսինքն այս նորմի համակարգային վերլուծության արդյունքում ստացվում է, որ նվազագույն աշխատավարձը առնվազն կենսաթոշակը առնվազն պետք է հավասար լինի նվազագույն աշխատավարձին։ Իսկ ամսական նվազագույն աշխատավարձի մասին մենք 2003 թվականի դեկտեմբերի 17-ի օրենք ունենք, որի համաձայն նվազագույն ամսական աշխատավարձը 75,000 դրամ է։ Իսկ այսօր սրանց բարձրացրած, իբր թե բարձրացրած կենսաթոշակը 46,000 դրամ է։ Սրանք այնքան անգրագետ են իրավաբանությունից, որ չեն հասկանում, որ հաջորդ իշխանությունը գալու է ու իրանցից հաթաթ բռնագանձի յուրաքանչյուր կենսաթոշակառուին պակաս վճարված կենսաթոշակի չափը։ Պարոն Պետրոսյան, դիմաց ընտրություններ են եւ Նիկոլ Փաշինյանի կարգախոսը խաղաղությունն է եւ իրենք ասում են մեր կառավարման վերջին շրջանում հատկապես Ադրբեջանը չի կրակում, մենք խաղաղություն ենք ձեռք բերել եւ եթե մենք հեռանանք, մեր իշխանությունը հեռանա, կգա պատերազմի կուսակցությունը, որի ղեկավարությունը ստանձնել է հայ առաքելական եկեղեցին։ Ինչպես կարող եք հակադարձել։ Սա շանտաժ է։ Ես նորից եմ ասում, քիչ առաջ էլ ասացի, խաղաղություն չկա, սա ժամանակավոր հրադադար է։ Պարզապես Նիկոլ Փաշինին պետք է, որ ինքը ամեն գնով վերարտադրվի, դրա համար էլ հանդես է գալիս նման հիմար հայտարարություններով։ Չկա խաղաղություն, եղբայր ջան։ Ես նորից եմ ասում, եթե ես քեզ ասում եմ դու իմ հարազատն ես, դու իմ եղբայրն ես, բայց ես քո երեխունի մոտ գերի եմ պահում, պրծավ ընդ մնացած խոսակցություն չկա էլ։ Ուրեմն չկա խաղաղություն։ Սա ժողովրդին մոլորեցնելու հերթական փորձն է, որը առայժմ հաջողվում է Նիկոլ Փաշինին այնքանով, որքանով ընդդիմադիր քաղաքական ուժերը չեն միավորվում իրար։ Ես համարյա բոլոր ընդդիմադիր քաղաքական լուրջ ուժերի հետ խոսացել եմ, ղեկավարների հետ խոսել եմ, կիսվել եմ, իմ կարծիքը ասել եմ։ Գիտեք, հանուն ճշմարտության, պարոն Սիմոնյան ջան, պետք է ասել, որ այսօր չկա այդպիսի մի քաղաքական ուժ, այդ թվում եւ Նիկոլ Փաշինի ղեկավարած ուժը, որը միասնյա կարողանա վերցնել ամբողջ իշխանությունը։ Չկա այդպիսի ուժ նաեւ ընդդիմադիր դաշտ բառը չեմ սիրում, ֆուտբոլ չի որ ասենք դաշտ, ընդդիմադիր թևում։ Չկա։ Հետևաբար միակ փրկությունը մնում է բոլոր ընդդիմադիր ուժերի համախմբումը, իրական ընդդիմադիր ուժերի, որովհետեւ 1000 անգամ ասել եմ եւ ավելորդ չեմ համարում կրկնել, իրավագիտության մեջ գոյություն ունի գերակաշահ հասկացությունը։ Դա ինչ է նշանակում, որ եթե կա գերակաշահ, ուրեմն հանուն այդ գերակաշահի իրագործման
պետքա դեն նետել շարքային տարաձայնությունները, նախկին հակասությունները, պետքա գնալ մի քայլի գերակաշայի իրացման։ Իսկ այսօր գերակաշա դա Նիկոլ Փաշինի եւ իր քրչախմբի, անգրագիտախմբի հերացումն է իշխանությունից։ Պարոն Պետրոսյան, ձեր կարծիքով ընդդիմությունը կկարողանա բավարար ձայներ հավաքել, որովհետև ասում են, որ իշխանությունը վարչական ռեսուրս ու ամեն ինչ ստեղծան, ամեն ինչ կանի, որպեսզի վերարտադրվի։ Գիտեք, հարգելի պարոն Սիմոնյան, եթե ընդդիմությունը ամբողջությամբ համախմբվեց, իմ կարծիքով կարող է։ Բայց եթե այնտեղ ամեն մեկը սեփական հեգեմոնիան արտահայտելու քայլեր է կատարում, յանի առաջատարը ինքն է, ամբիցիա է դրսևորում, այս պայմաններում Նիկոլ Փաշինը հաղթելու է։ Դրա համար պետք է նորից եմ ասում, ես խնդրում եմ բոլոր իրական քաղաքական ուժերի ղեկավարներին դեն նետել մի կողմ, ժամանակավորապես գոնե իրանց մեջ արկա հակասությունները, չգիտեմ, ժամանակին գուցե ինչ-որ խնդիրներ են ունեցել եւ այլն, դեն նետել եւ գնալ դեպի գերակաշահի իրագործումը։ Իսկ կրկնում եմ, գերակաշահը դա Հայաստանում Ադրբեջանի արտակարգ եւ լիազոր դեսպան Նիկոլ Փաշինի հերացումն է իշխանությունից։ Քանի որ ընտրություններից խոսեցինք, կուզեմ նաև ձեզ հարցնել, ձեզ առաջարկ եղել է որևէ ցուցակում ընդգրկվելու, կարող ենք ձեզ կրկին խորհրդարանում տեսնել։ Գիտեք, անկեղծ ասած, պարոն Սիմոնյան, ես այդպիսի ցանկություն չունեմ։ Ես փաստաբան եմ, ունեմ սեփական գրասենյակ, իմ աշխատանքը ունեմ, բայց եթե եղել են առաջարկներ, բայց այնպիսի առաջարկներ, որոնց ես չէի կարող համաձայնվել։ Բայց եթե լինի ի վերջո 2 ամիս ու կես կա ընտրությունների, եթե լինի այնպիսի մի քաղաքական ուժ, որին ես հավատամ, ես կգնամ այդ քայլին։ Որովհետև մասնագիտությամբ լինելով իրավաբան, ես իմ աշխատուժը մեծապես կարող եմ ծառայեցնել Հայաստանի Հանրապետությանը։ Իմ համար պաշտոնը ինքնանպատակ չի։ Ես միշտ էլ պաշտոնի գնացել եմ այն համոզմունքը ունենալով, որ ես կարող եմ այդ կարգավիճակում օգտակար լինել երկրին, օգտակար լինել ժողովրդին։ Թե չէ ինքնանպատակ գնաց նստես պաշտոնում։ Այսօր այդ քաղաքական պատուհասների կլուբի ՔՊ-ի անդամների ազգային ժողովի 85%-ը բացարձակապես պատկերացում չունի իր անելիքների, իր գործառույթների մասին։ Բայց ստանում են միլիոնների աշխատավարձ, բանվոր դասակարգի հաշվին։ Միլիոնների պարգևավճար աշխատող մարդու հաշվին։ Իրենք չանելով ոչինչ։ Դուք երբեք վերջին անգամ տեսել, որ ասենք օրինակ այն Վարազի արտաքինով անձնավորության են Վահագն Ալեքսանյանը, ասենք օրինակից ներկայացնի ազգային ժողովում։ Հələ այդ էլ մի կողմ։ Ազգային ժողովի նախագահ, ես դրան թրքահպատակ եմ համարում, դրա համար ոչ թե ասում եմ Ալեն Սիմոնյան, այ Ալի Սեմին։ Ալի Սեմինը երբը մի անգամ գոնե, մի անգամ որպես օրենսդիր մարմնի ղեկավար, օրինակից ներկայացրել ազգային ժողովում։ Ոչ մի անգամ։ Երբ օրինակից ներկայացրել, ասենք Լուլուն, Արփի Դավոյանը, սրանք բացարձակապես կապ չունեն ազգային ժողովի հետ։ Սա է համակարգային կոռուպցիան, հարգելի պարոն Սիմոնյան։ Երբ որ ոչինչ չանելու դիմաց մի ամբողջ կոլեկտիվ ստանում է միլիոնների աշխատավարձ բանվոր դասակարգի աշխատող ժողովրդի հաշվին։ Պարոն Պետրոսյան, Նիկոլ Փաշինյանն ու իրեն աջակցող մարդիկ ասում են, որ Ռուսաստանից Հայաստանի քաղաքացիներ են բերվելու, այնտեղ ապրող հայեր, որպեսզի ընդդիմության օգտին քվեարկեն, բայց այսօր էլ ասում է, որ այդ մարդիկ գալու են իր օգտին քվեարկեն, ոչ են գնալու Դոն Պիպոյի ու Միրան Պողոսյանի օգտին քվեարկեն։ Այս ամեն ինչից բան հասկանում եք, հիմա այդ մարդկանց ով է բերում, ինչի համար է բերում։ Գիտեք ինչ, ես սովորություն չունեմ չճշտված ինֆորմացիայով վերջնական կարծիք արտահայտել, բայց տեսեք, Նիկոլ Փաշինյանին ընդհանրապես հավատալ պետք չի։ Նա այսօր մի բան է ասում, վաղվա իր շահը մի այլ բան է թելադրում, մի բան ասում, հենց այդ պարզ օրինակը, որ մենք նոր խոսեցինք, որ ասում է, բանը Ադրբեջանի մեջ է Արցախը։ Մինչդեռ ինքը այն ժամանակ գնաց Արցախ եւ Արցախի Ստեփանակերտի հրապարակում հայտարարեց, որ Արցախը Հայաստանն է եւ վեր։ Սրա ոչ մի խոսքը
Հավատալի չի։ Հիմա այսօր ինքը էս ասում, վաղը կարա ասի Դոն Պիպոյի կամ Միրան Պողոսյանի, ես իրենց երկուսին էլ հարգում եմ ու ես կարծում եմ, այն կարծիքին եմ, որ իրենք Հայաստանանպաստ մարդիկ են։ Որովհետև ոչ Միրան Պողոսյանը, ոչ Դոն Պիպոն Ասատրյան, չէ՞ ազգանունը, Արթուր Ասատրյան։ Հա։ Իրենք չեն անում այն ինչ որ հիմա անում են, չեն անում սեփական ինչ որ դիրքեր ամրապնդելու համար։ Ես շատ ափսոսում եմ, որ այսօր մեր երկրի լավ տղերքից մարդիկ գտնվում են անազատության մեջ կամ էլ դրսում են գտել իրենց ազատությունը։ Նույն Ռուբեն Հայրապետյանը, ասեն, այդ մարդը ինչ վնաս ա տվել ժողովրդին։ Դոն Պիպոն ինչ վնաս ա տվել ժողովրդին։ Միրան Պողոսյանը ինչ վնաս ա տվել։ Գիտեք ինչ, սկսած ինձնից, հարգելի պարոն Սիմոնյան, սուրբ մարդ չկա։ Ես որևէ մեկի սրբադասման ոչ հնարավորություն ունեմ զբաղվել, ոչ էլ ցանկություն, բայց ի վերջո ամեն ինչ համեմատության մեջ է որոշվում։ Դե հիմա տեսեք այսօրվա պաշտոնյաները ինչ վնաս են տալիս այս երկրին։ Միլիոնների վնաս, առանց ոչինչ անելու ստանում են միլիոնների աշխատավարձ։ Այսօր գիտեք, ես շատ ծանոթ լրագրողներ ունեմ, շատ մոտիկ, առավոտից իրիկուն չարչարվում են, քրտինք են թափում ու կոպեկների դիմաց։ Իսկ այսօր ոչինչ չանելու համար ազգային ժողովում ծավալած մարդիկ ստանում են միլիոնների վարձատրություն։ Դա է արդարությունը։ Տեսեք, ես միշտ ասել եմ, ես ճիշտ է իրավաբան եմ, բայց եթե կյանքում իրար հակադրվեն արդարությունն ու իրավունքը, ու ինձ մեկը հարցնի դու որի կողմն ես, ես կասեմ արդարության։ Գիտեք ինչու։ Որովհետև եթե իրավունքը համեմված չի արդարության, դա դառնում է չարիք պետության, պետականության եւ հասարակության վզին։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։